Նրանք, ովքեր պարբերաբար դիտում են մեր ամենշաբաթյա կլիմայական աղետների ակնարկները, հավանաբար արդեն նկատել են շատ տագնապալի միտում։ Գրեթե յուրաքանչյուր թողարկման մեջ սկսել են հայտնվել պատմություններ բնական անոմալիաների մասին Ռուսաստանում։ Դա ոչ թե այն պատճառով է, որ մենք նախկինում խուսափում էինք դրանից, այլ պարզապես այնտեղ իսկապես շատ ավելի քիչ բնական աղետներ էին լինում։ Իսկ հետո, շատերի համար անհայտ պատճառով, ամեն ինչ փոխվեց։ Ռուսաստանը կլիմայական իրադարձությունների քանակով և ուժգնությամբ արագորեն հասնում է մնացած աշխարհին, ինչը տեղի ունեցել այս երկրում։ Այսօրվա թողարկումը մինչև վերջ դիտելուց հետո դուք կստանաք այս հարցի պատասխանը։ Չինաստան։ Այս գարնանը Չինաստանում տեղի է ունեցել էքստրեմալ եղանակային իրադարձությունների արտասովոր ալիք, որոնցից շատերը բնութագրվել են որպես ամենահազվադեպը վերջին 1 տարում։ Մթնոլորտային երևույթների անսովոր համադրությունը հանգեցրեց փոթորիկների շարքի ձևավորմանը, բերելով հորդառատ անձրևներ, ամպրոպներ, փոթորիկներ և տորնադոներ երկրի հյուսիսում և հարավում գտնվող հսկայական տարածքում։ Մայիսի 8-ին Հոնգան նահանգում պտտահողմ է անցել։ Յույանգ շրջանում 6 տուն է ավերվել, 100-ից ավելին վնասվել է, մեքենաները ջարդուփշուր են եղել կարկուտի հետևանքով, կոտրվել են պտղատու ծառեր։ Իսկ Հենգյան շրջանում տորնադոն ավերել է բնակելի շենքը, իսկ 2 տարեցներ մնացել են փլատակների տակ։ Ցավոք, նրանք մահացել են։ Հոնգանի, Հուբեյի և Ցզյանսի նահանգների օդերևութաբանական կայաններից շատերը գրանցել են ուժգին փոթորկոտ քամիներ, որոնք տատանվում էին 9-ից մինչև 14 բալի սահմանում Բոֆորտի սանդղակով։ Անոմալ մեծ է եղել նաև տեղումների քանակը։ Անհույ նահանգի Ցիմեն շրջանում 1 ժամում 87 մմ անձրև է տեղացել։ Պեկինում և Հեբեյ նահանգում 24 օդերևութաբանական կայաններ գերազանցել են մայիսյան տեղումների նախորդ ռեկորդները։ Նույնիսկ երաշտից տուժած Շանհայում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք ինտենսիվությամբ նման են եղել թայֆունի բերած տեղումների։ Չինաստան։ Նույն օրը Շանսի նահանգի Սիան քաղաքում հանկարծակի հավի ձվի չափ կարկուտ է տեղացել։ Ավտոդիլերը հուսահատ ասաց, որ վաճառքի հանված ավելի քան 300 մեքենաներից ոչ մեկը չի փրկվել։ Դրանց թափքերը վնասվել են կարկուտից, բոլոր ապակիները կոտրվել են։ Շարժվելով դեպի հարավ, կոնվեկտիվ փոթորիկները պոտենցիալ ավելի վտանգավոր են դարձել, քանի որ հարավչինական ծովին մոտ լինելը բարձրացնում է խոնավության մակարդակը և սնուցում փոթորկին, ինչը համեմատելի է դարձնում թայֆունի հետ։ Պետք է նշել այն փաստը, որ հարավային նահանգների բնակիչներն այժմ կարող են հանկարծակի ենթարկվել նման երևույթների տարվա ցանկացած ժամանակ և ոչ միայն թայֆունների սեզոնին։ Այսպիսով, ընդամենը 1 օրում Գուանդուն նահանգի Յանցյան շրջանում ավելի քան 250 մմ տեղումներ են տեղացել։ Այնքան անձրև է եկել, որ մարդիկ մինչև գոտկատեղը քայլում էին ջրի մեջ։ Մայիսի 10-ին Հայնան նահանգում պտտահողմը հարվածել է Langfeng ընկերության լոգիստիկ պարկին, տարերքը վայրկյանների ընթացքում ավերել է գործարանային շենքերի կեսը։ Ավերածությունների տարածքը կազմել է մոտ 2700 քառակուսի մետր։ Բարեբախտաբար, տարածքում աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Ռուսաստան։ Մայիսի 8-ին Օրենբուրգի մարզի Սվետլինսկի շրջանում, Տոբոլսկի սովխոզի տարածքում, տեղի է ունեցել այս վայրերի համար հազվադեպ հանդիպող բնական երևույթ։ Հզոր պտտահողմը շրջել է գյուղի վրա, խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում։ Փոթորիկը ուղեկցվել է հավի ձվի չափ ուժեղ կարկուտով։ Զգալի վնաս է հասցվել անասնագոմերին, ինչի հետևանքով սատկել և վիրավորվել են կենդանիները։ Ականատեսները պատմել են, որ 2 տորնադո է եղել։ Երկրորդն անցել է դաշտի վրայով և արագ ցրվել, առանց որևէ վնաս պատճառելու։ Մայիսի 8-ին հյուսիսային Կովկասի շրջաններում տեղացել է սաստիկ ամպրոպ, կարկուտով և փոթորիկ քամիներով։ Տարերքը տապալել է ծառերը ու սյուները, քանդել էլեկտրահաղորդման գծերը։ Կարկուտը մեծ վնաս է հասցրել այգիներին ու ցանքատարածություններին, վտանգի տակ դնելով բերքահավաքը։ Հանրապետության մի քանի շրջաններ Հյուսիսային Օսիայում մնացել են առանց էլեկտրականության։ Ընկույզի մեծության կարկուտը լուրջ վնաս է հասցրել պտղատու ծառերին։ Կոստա գյուղում քամին այնքան ուժեղ է եղել, որ շրջել է հուշարձանը։ Վլադիկավկազ քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, 2 մարդ վիրավորվել են, մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Կարաչայ-Չերքեսիայի Ստորոժևայա գյուղում մայիսի 12-ին կարգտահարությունը գյուղացիներին զրկել է ապագա բերքից, որի համար նրանք ներդրել էին իրենց ուժերն ու միջոցները։ Մարդիկ կորցրել են այն, ինչով ակնկալում էին կերակրել իրենց ընտանիքները և ապրուստ վաստակել։
Մայիսի 9-ին Ստավրոպոլի երկրամասում երկարատև անձրևներից հետո ջուրը հետ է քաշվել դաշտերից եւ հեղեղել Օվոշի գյուղը թուրքմենական շրջանում, որոշ տներում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի։ Վնասվել են հատակները, կահույքն ու տեխնիկան անպիտան են դարձել։ Ջրով է լցվել նաեւ մարզային ավտոճանապարհի մի հատված։ Գեորգիևսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այստեղ ընկույզի մեծության կարկուտը վնասել է ավելի քան 10,000 հեկտար ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի, ծիսեռի եւ կտավատի բերքը։ Կորուստները տատանվում էին 20-ից 100%-ի սահմաններում։ Մայիսի 12-ին Սոլնեչնոդոլսկ գյուղում հազվագյուտ, դժվար կանխատեսելի երևույթ է գրանցվել՝ անձրևային ռումբը։ Դա օդի հզոր վայրընթաց հոսանք է, ահռելի քանակությամբ տեղումներով։ Դրա պատճառով վնասվել է ջրատարը, ինչի հետևանքով մի շարք տներում ջրամատակարարումը դադարեցվել է։ Կոլումբիա։ Երկիրը շարունակում է ապրել ավերիչ անձրևների սեզոն, իրավիճակը հատկապես ծանր է Անտիոքիայի դեպարտամենտում։ Մայիսի 8-ին հորդառատ տեղումները հզոր սողանք են առաջացրել Մեդելինա ագլոմերացիայի հարավային հատվածում, որը Կոլումբիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Ցեխի ու բեկորների հոսքը ծածկել է մի քանի տներ, ավերելով բնակելի տարածքի մի մասը։ 7 մարդ մահացել է։ Ականատեսների վկայությամբ հողը սկսել է հանկարծակի շարժվել, մարդիկ գրեթե ժամանակ չունեին փախչելու։ 23 ընտանիք տարանվել եւ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում։ Մահացու սողանքը Անտիոքիայում ծայրահեղ եղանակի հետևանքով առաջացած հարյուրավոր միջադեպերից մեկն է միայն, վարչության 125 մունիցիպալիտետներից 72-ում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Իսկ Մեդելինում մայիսի սկզբից 1000-ից ավելի արտակարգ իրավիճակ է գրանցվել։ Հորդառատ տեղումների պատճառով երկրի ամենամեծ գետերից մեկը՝ Կաուկան, դուրս է եկել ափերից, հեղեղելով տասնյակ շրջաններ։ Բրազիլիա։ Մայիսի 9-ին փոթորիկների ալիքը տարածվեց Բրազիլիայի հարավում։ Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում հորդառատ անձրևները, քամիներն ու տորնադոները վնաս են հասցրել գրեթե 40 քաղաքների։ Պոկված տանիքների, տապալված սյուների եւ տապալված ծառերի մասին հաղորդումները գրեթե շուրջօրյա էին։ Կաշուեյրա դու Սուլ քաղաքում մեկ օրում տեղացել է գրեթե 190 մմ անձրև, ինչը 1.5 անգամով գերազանցել է մայիս ամսվա տեղումների նորման։ Ամենալուրջ դրվագը տեղի է ունեցել Հերվալ Գրանդի մունիցիպալիտետում, որտեղ տորնադոն ավերել կամ վնասել է հարյուրավոր շենքեր եւ ամբողջությամբ ոչնչացրել էվկալիպտի մոտ 30 հեկտար տնկարկներ։ Տորնադոն, անցնելով անտառով, հարյուրավոր կոտրված ծառերի հետք է թողել։ Տրիումֆու քաղաքում ծերանոց է վնասվել, հրշեջները տարանել են տարեցներին եւ տեղավորել ժամանակավոր կացարանում։ Փոթորիկը ավերածություններ է առաջացրել Սանտա Կատարինա նահանգում, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, որոնց վրա ծառեր են ընկել։ Որոշ շրջաններում քամու պոռթկումները գերազանցել են ժամում 100 կիլոմետրը։ Իտապիրանգայի մունիցիպալիտետում գրանցվել են մթնոլորտային միկրոպոռթկումներ, հանկարծակի, հզոր եւ կործանարար նվազող օդային հոսանքներ։ Փոթորիկից ամենաշատ տուժած Պալմիտուս քաղաքում ավերվել են տներ, վնասվել են խողովակաշարեր եւ ճանապարհներ, տապալվել են ծառեր ու սյուներ։ Վնասվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։ Մոնդա մունիցիպալիտետում քամու պատճառով փլուզվել է դպրոցի մարզադահլիճի պատը։ Ներսում գտնվող 6 երեխա վիրավորվել է։ Աղետը վնաս է հասցրել նաև մեծ Ֆլորիանոպոլիսի ագլոմերացիային։ Պալոսի մունիցիպալիտետում անսովոր ուժեղ կարկուտ է տեղացել։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արևելքում հորդառատ անձրևներ են տեղացել։ Հատկապես տուժել է հարավային Կիվի նահանգը։ Ֆիզի տարածքում գտնվող փոքրիկ գետը արագ դուրս է եկել ափերից, փոթորկալից հոսքը տարել է ծառերը, քարերը եւ ցեխը, այն ամենը, ինչին նա հանդիպել է ճանապարհին։ Մայիսի 9-ի գիշերը տարերքը հարվածել է Կասաբա գյուղին։ Մարդիկ անակնկալի են եկել։ Նրանցից շատերը քնած էին, երբ ջրի ու ցեխի ուժեղ հոսքերը հողին հավասարեցրին նրանց տները։ Մահացել է առնվազն 110 մարդ, հիմնականում երեխաներ եւ տարեցներ։ Եվս 28 բնակիչ վիրավորվել է։
Փրկարարական աշխատանքները բարդանում են կապի բացակայության եւ հեղեղված ճանապարհների պատճառով։ Կասաբա կարելի էր հասնել միայն Տանգանիկա լճով։ Սեյսմիկ ակտիվություն։ Մայիսի 13-ին Եվրոպայի ամենավտանգավոր գերրափխի Կամպի Ֆլեգրեի տարածքում տեղի ունեցավ 49 երկրաշարժերի շարք, այդ թվում 4.4 եւ 3.5 մագնիտուդով ցնցումներ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոցուոլի քաղաքի մոտ։ Սեյսմիկ պարսը հանգեցրել է դպրոցների եւ հասարակական շենքերի տարանմանը, տարածաշրջանային երկաթուղային ծառայության դադարեցմանը եւ արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնների ակտիվացմանը։ Կարևոր է նշել, որ ավելի քան կես միլիոն մարդ ապրում է Կարմիր գոտում, այսինքն կալդերայի անմիջական հարևանությամբ։ Քաղաքացիական պաշտպանության նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել, քանի որ տարածքում արդեն մի քանի ամիս է, ինչ տեղի է ունենում երկրաշարժերի պարս, որոնց առանձին ցնցումները հստակ զգացել են տեղի բնակիչները եւ որոնք ավերածություններ եւ վնասվածքներ են պատճառել։ Նախկինում այստեղ 4 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերը տեղի էին ունենում միայն մի քանի տասնամյակը մեկ անգամ։ Այժմ միայն վերջին 2 ամսվա ընթացքում 2 նման իրադարձություն է գրանցվել։ Նույն օրը Հունաստանում 6 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել, որը տեղի է ունեցել Կրետե կղզուց հարավ։ Այն զգացվել է Արևելյան Միջերկրական ծովում, այդ թվում Իսրայելում, Եգիպտոսում, Թուրքիայում, Հորդանանում եւ Լիբանանում։ Ուկրաինա։ Մայիսի 8-ից Ուկրաինայում անոմալ ցուրտ եղանակ է հաստատվել։ Օդի միջին օրական ջերմաստիճանը 5-ից 9 աստիճանով ցածր է եղել նորմայից, ցրտահարություններ են գրանցվել գրեթե ողջ հանրապետությունում։ Մարդիկ փորձել են փրկել ապագա բերքը, ագրոֆիբրով ծածկելով այն եւ կրակ վառելով։ Բայց ամենը չէ, որ կարողացել են փրկվել։ Շատ տեղերում ոչնչացվել է մրգի, ընկույզի, սեխի բերքը, ցրտահարվել են խաղողի այգիներն ու ելակը։ Լվովում օրական նվազագույն ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվել 2 օր անընդմեջ։ Վերջին 47 տարիներին այստեղ նման ցուրտ չի եղել։ Ռիվնա քաղաքում մայիսի 9-ին ջերմաստիճանը իջել է մինչև -2.5 աստիճան Ցելսիուս։ Սա մայիսի 4-ից հետո այստեղ երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանն էր։ Գետնի վրա սառնամանիքներն ավելի ուժեղ էին։ Ռիվնայի շրջանում բույսերը մահացել են նույնիսկ ջերմոցներում։ Մայիսի 8-ից Կարպատներում մի քանի օր շարունակ ձյուն է տեղացել, որն անակնկալ է եղել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների համար։ Պոպ Իվան լեռան վրա իսկական ձմեռային փոթորիկ էր մոլեգնում, իսկ ջերմաստիճանը իջնել էր մինչև -7 աստիճան Ցելսիուս։ Մայիսի 9-ին մի քանի շրջաններում առատ տեղումներով, կարկուտով եւ ուժեղ քամիներով փոթորիկների շարք է տեղի ունեցել։ Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում պտտահողմ է տեղի ունեցել, որը վնասել է տներ, ավտոմեքենաներ եւ էլեկտրահաղորդման գծեր։ Զապորոժե քաղաքում տեղացել են մինչև 5 սանտիմետր անոմալ խոշոր կարկուտով ուղեկցվող հորդառատ անձրևներ։ Օթեսայի մարզում քամու ուժեղ պոռթկումների պատճառով հոսանքազրկվել են 55 բնակավայրեր, առանց լույսի է մնացել 18,000 ընտանիք։ Մայիսի 12-ին կարկտաբեր փոթորիկներ են տեղի ունեցել Չերկասի շրջանում։ Զոլոտոնոշա քաղաքում ականատեսները խոշոր տորնադո են նկարահանել։ Բարեբախտաբար, ավերածություններ չեն եղել։ Ռումինիա։ Եղանակային ծայրահեղ պայմանները շարունակում են ավերածություններ գործել Ռումինիայում։ Ուժեղ փոթորիկները իսկական աղետ են առաջացրել Դոլժ թաղամասում, ջրի տակ թողնելով ավելի քան 100 տուն, վնասելով մոտ 3.500 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Մեհեդինցի շրջանում խոշոր կարկուտը ոչնչացրել է խաղողի այգիները, ինչպես նաև սոխի, սխտորի եւ այլ մշակաբույսերի բերքը։ Տեղի 82-ամյա բնակիչը պատմել է, որ իր ողջ կյանքում նման բան չի տեսել։ Մի քանի շրջանային ճանապարհներ ամբողջությամբ փակվել են ջրհեղեղի հետևանքով, ինչը զգալիորեն խոչընդոտում է երթևեկության հոսքը։ Ընդամենը մի քանի օր անց արկտիկական օդի ալիքը տարածվել է ամբողջ երկրով, առաջացնելով մայիսի կեսերի համար անսովոր ցուրտ եղանակ։ Ձյունը ծածկել էր երկրի հյուսիսը։ Ռոդնա լեռներում ձնաբուք է մոլեգնել, ձյան խորությունը հասել է 10 սանտիմետրի։ Մայիսի 12-ը դարձավ վերջին 50 տարվա ամենացուրտ օրը, գերազանցելով պատմական ամենօրյա ռեկորդը։ Մերկուրի Չուկա քաղաքում ջերմաչափերի սյուները իջել են մինչև -3.6 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Օմոյի գագաթին գրանցվել է -7 աստիճան։
Այնքան ցուրտ էր, որ շատերը ստիպված էին շտապ վառելափայտ գնել տաքանալու համար։ Առատ ձյան պատճառով Բարցելեռնային տրանսֆագարաշի ավտոմայրուղու բացումը հետաձգվել է մինչև ամսվա վերջ։ Այսպիսով, որն է պատճառը, որ Ռուսաստանի տարածքում կլիմայական աղետների ակնհայտ աճ է նկատվում միայն վերջին տարիներին, մինչդեռ ամբողջ աշխարհում աղետները զարգանում են ավելի քան մեկ տասնամյակ։ Եվ չնայած տեղեկատվական ոլորտում առկա են մի քանի առեղծվածային բացատրություններ, դրանց պատասխանը ընկած է տեխնիկական հարթության մեջ։ Կատակլիզմների մեղմացման այս ինժեներական լուծումը ԱլլաՏրԱ միջառարկայական գիտական խմբի կողմից ստեղծված փորձարարական սարքավորումն էր։ 10 տարվա ընթացքում 2013-ից 2023 թվականներին նրա աշխատանքը կայունացնող ազդեցություն ունեցավ, հիմնականում Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի երկրներում։ Ազդելով մթնոլորտային և հիդրոսֆերային գործընթացների վրա, այն զսպում էր ուժեղ քամիները, փոթորիկները և անոմալ տեղումները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում ծայրահեղ իրադարձությունների քանակը զգալիորեն դանդաղ էր աճում, չնայած այն հանգամանքին, որ Սիբիրում ջերմաստիճանը բարձրացել է 2,5-ից 3 անգամ ավելի արագ, քան մոլորակի միջին ցուցանիշը, Սիբիրյան մագմատիկ փետուրի գործունեության պատճառով։ Սարքավորումը տեղադրված էր այստեղ Ռուսաստանի տարածքում, ոչ թե քաղաքական նկատառումներից կամ անձնական նախապատվություններից ելնելով, այլ բարձր գեոդինամիկ վտանգի պատճառով, որը բխում է այս փետուրից, որը երկրակեղևը ճեղքելու դեպքում կարող է ոչնչացնել մոլորակի ողջ կյանքը։ Սակայն 2023 թվականի օգոստոսին սարքավորման աշխատանքը ստիպված դադարեցվեց։ Դրանից գրեթե անմիջապես հետո Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում կլիմայական աղետների թվի և ուժգնության կտրուկ աճ գրանցվեց, և այդ միտումը շարունակում է աճել։ ԱլլաՏրԱ գիտական կոլեկտիվի գիտնականներից մեկը, դոկտոր Էգոն Չոլակյանը, հրապարակավ պատասխանել է այն հարցերին, թե ինչու է դադարեցվել տվյալ սարքավորման աշխատանքը, ինչ ֆիզիկական սկզբունքների վրա է այն հիմնվել և ում շնորհիվ է հնարավոր դարձել դրա ստեղծումը։ Նա նաև պատմել է, թե ինչ է տեղի ունենում մոլորակի կլիմայի հետ, որպես ամբողջություն, և որ լուծումներն արդեն այսօր կարող են դանդաղեցնել բնական աղետների զարգացումը։ Խնդրում ենք հատկապես ուշադիր դիտել դոկտոր Չոլակյանի ուղերձը և հասկանալ ներկայացված տեղեկատվությունը, առանց չափազանցության դրանից է կախված մեր ընդհանուր ապագան։